Ասում ենք մեր օրակարգի վերջին հարցին, այո, վերջին հարցին, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին փոփոխություն կատարելու մասին, օրենքում փոփոխություն կատարելու մասին, երկրորդ ընթերցում հիմնական զեկուցող Հայկ Սարգսյան, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, օրենքի առաջին ընթերցումից հետո այս ընթացքում հիմնականում հնչել է երկու տեսակի քննադատություն իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Առաջին խումբը պնդում էր, որ սահմանված գումարները բարձր են եւ պետք է գնալ համաներման ճանապարհով, որպեսզի բանակից խուսափած քաղաքացիները առանց ծառայելու եւ առանց որևէ վճարում կատարելու կարողանան վերադառնալ Հայաստան։ Երկրորդ խումբը դրամագծորեն հակառակն էր ասում, որ անթույլատրելի է, որ որևէ գումարի դիմաց ազատել քրեական պատասխանատվությունից։ Սկսեմ առաջին խմբից։ Համաներում է անընդունելի լուծում է եւ խորապես անարդար է ծառայած զինծառայողների, ծառայության ընթացքում վիրավորվածների եւ հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ։ Մենք սա արդեն անցել ենք։ 2021 թվականին ընդունվել է համաներման մասին օրենք։ Այդ պահին բանակից խուսափելու համար հետախուզվում էր 11106 քաղաքացի։ Համաներումից օգտվեց ընդամենը 1360-ը։ Այսինքն համաներումը չլուծեց խնդիրը, այլ ընդամենը ժամանակավոր փակեց աչքերը դրա վրա։ Ավելին, շատ կարճ ժամանակ անց մենք կրկին ունեցանք նույն խնդիրը, նոր քաղաքացիներ, որոնք 27 տարին լրացել էր համաներումից հետո եւ որոնք հայտնվեցին նույն փակուղու առաջ։ Սա հստակ ապացույցում է, որ համաներումը ոչ համակարգային, ոչ արդար եւ ոչ արդյունավետ լուծում է։ Հիմա անդրադառնամ երկրորդ քննադատությանը։ Այն քաղաքացիները, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից եւ շարունակում են մնալ հետախուզման մեջ, ոչ միայն օգուտ չեն բերում պետությանը, այլ տարիներով կտրվում են Հայաստանի Հանրապետությունից իրենց ընտանիքներով հանդերձ։ Մենք կորցնում ենք մարդկային ներուժ, սոցիալական կապեր եւ տնտեսական ակտիվություն։ Բացի այդ, գործող օրենսդրությամբ 37 տարին լեռնալուց հետո քրեական գործերը կարճվում են վաղեմության ժամկետի հիմքով։ Եթե մենք այսօր 27-ից 37 տարեկան քաղաքացիներին այս այլընտրանքը չտանք, նրանք պարզապես եւս մի քանի տարի կմնան հետախուզման մեջ եւ հետո առանց ծառայելու եւ առանց վճարելու կազատվեն պատասխանատվությունից։ Այդ դեպքում նրանք ոչ միայն չեն ծառայելու եւ չեն վճարելու, այլ մեծ հավանականությամբ այլևս շարժարը չեն ունենալու վերադառնալ Հայաստան, քանի որ արդեն երկար տասնյակ տարիներ ապրած են լինելու Հայաստանից դուրս։ Վերջին տարիներին 2500-ից ավել քրեական գործ է կարճվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս դեպքում պետությունը կորցնում է եւ հնարավոր զինծառայողներ, եւ ուղիղ ֆինանսական մուտքեր, եւ տնտեսության մեջ առաջացող շղթայական ազդեցություն, քանի որ վերադարձող քաղաքացիները ոչ միայն ուղիղ պետությանն են վճարում, այլ նաեւ այստեղ ապրում են, կատարում են գնումներ, օգտվում են ծառայություններից եւ տնտեսական ակտիվություն են ստեղծում։ Ամփոփելով ասեմ, իմ առաջարկած մոդելը ոչ համաներում է եւ ոչ էլ փողի դիմաց հարցի լուծում։ Սա ծառայության այլընտրանքային տարբերակ է, որը վերադարձնում է մարդկանց Հայաստան, ապահովում է ծառայություն կամ պետական բյուջե մուտքեր եւ վերականգնում է արդարությունը նվազագույն ծառայություն անցածների նկատմամբ։ Հեշտ լուծումը համաներումն է, պետական լուծումը կանխատեսելի, արդար եւ պատասխանատվության վրա հիմնված օրենքը։ Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը, խնդրում եմ այսօր եւս կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ։ Առաջին ընթերցման կողմ են քվեարկել բնական է, երկրորդ ընթերցման կողմ քվեարկենք, որտեղ հարցերի միջոցով մենք նաեւ հասկացանք, որ կա մի ռեսուրս, որը որ կարող է ռեսուրս հանդիսանալ այսօրվա մեր զինված ուժերի համար, ֆինանսական ռեսուրսի մասին է, բայց հարցեր հիմնական զեկուցողին, պարոն Սարգսյան, ես հարց ունեմ, որտեղ դուք ասում եք, որ համաներումը ճիշտ չէր, բայց ես հարց եմ տալիս։ Երբ որ ոչ գումարի դիմաց մարդկանց տվել էին հնարավորություն, որպեսզի օգտվեն 11000-ից, ասում եք 1600-ը, չնայած ես կխնդրեմ, որպեսզի պարոն փոխնախարար այդ թիվը մի հատ էլ ճշտեք, լիագումար նիստերի ժամանակ, եթե 1600 այդպես է, դա մտահոգիչ է, 1360։ Բայց ես գիտեմ 3000-ից մի քիչ ավել էր, բայց այդ թիվն էլ ճշտենք, վերջին հաշվով, պարոն Սարգսյան, ինչի չեկան այդ մարդիկ։ Փող չէինք ուզում, ասում ենք եկեք համաներվեք եւ դարձեք լիարժեք հնարավորություն ունեք, ցեք մասնակցել մեր երկրի հետ կապված խնդիրների մասնակցությանը։ Ուսումնասիրել եք ինչի չեկան։ Շնորհակալ եմ հարցի համար։
Պարոն Քոչյան, ես ուսումնասիրել եմ դաշտը սկսած 1995 թվականից, որ պահից որ ունենք վիճակագրություն եւ իմ Facebook-յան էջում նաեւ հրապարակում եմ կատարել, ինչի մասին է դա, որ 1995 թվականից սկսած խուսափողների թիվը սկսել է աճել ծառայությունից եւ այդ 1995 թվականին ունեցել ենք բանակից խուսափող 1500 քաղաքացի, թիվը աճել է մի քանի տարում եւ 9 տարի անց 2004 թվականին ունեցել ենք 12000-ից ավել հետախուզվողներ։ 2004 թվականից անցել է 22 տարի։ Այս 22 տարիների ընթացքում հետախուզվողների թիվը զգալիորեն չի պակասել։ Պակասել է 500-ով, ավելացել է 600-ով, պակասել է 700-ով, ավելացել է 400-ով։ Այժմ մենք ունենք 11000 հետախուզվողներ, այսինքն 2004 թվականից մինչ օրս պահպանվում է հետախուզվողների քանակը։ Նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր օգտվել են նախորդ օրենքներից սահմանված կարգի խախտմամբ կամ օգտվել են համաներումից կամ քրեական գործերի ուղղակի կարճվել են վաղեմության հիմքով, ինչպես նշեցի 2500-ից ավելը վաղեմության հիմքով է կարճվել, այլ հիմքերով են քրեական գործերը կարճվել ոչ արդարացնող կամ արդարացնող հիմքերով։ Ինչու՞ չեն մեր քաղաքացիները գալիս։ Ես նաև հանել եմ թե տվյալները տարիքային, թե խուսափողները, պարոն Սարգսյան, խուսափողները ինչ տարիքային խմբում են գտնվում։ Մենք ունենք խուսափող քաղաքացի, ով 57 տարեկան է, այսինքն որ պայն ինքը ներկայանը բացի համաներումից, որ եղել է, ինքը վաղեմության հիմքով գործը կկարճվի։ Ունենք հազարավորները, ովքեր այս պահին մեր համար խնդրահարույց խումբը, ովքեր համաներմատակ չեն ընկել ու մինչև 37-ն են, դա մոտ 8000-ն է, որից 4000-ը չեն կարող այս օրենքից օգտվել, որտեղ 27 տարին դեռևս լրացած չէ։ Առաջիկա մենք պետք է փոփոխություններ անենք, որպեսզի նրանց էլ հնարավորություն տանք, այսինքն 26 տարեկանից դիպած չլինի սպասի, կարող մինչև 27 սպասել, 28-ից հետո չուզենա վերադառնա կամ հնարավորություն չունենա։ 4000-ը այդ խումբն են, կստա մինչև 27 տարեկաններն են եւ մոտ 2000-ը այն անձինքներ, ովքեր այս օրենքից կօգտվեն, մոտ եւ 2000-ը այն անձինքներ, ովքեր կարող են օգտվել նախորդ օրենքից, որը ընդունել են 24 թվականի փետրվարին։ Պետք է աշխատանքներ տանենք, ինձ սոցիալական էջերով շատ են գրում մեր քաղաքացիները, հաճախ նշում են, որ ունեն 2 երեխա կին եւ չունեն ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանան 15 միլիոնը վճարեն եւ կան օգտվեն օրենքից, բայց նաեւ չեն կարող գալ ծառայել, որովհետեւ արդեն ունեն ընտանիք, բիզնես աշխատանք չեն կարող թողնել։ Կարծում եմ առաջիկայում կարող ենք քննարկել տարբերակներ, որպեսզի մեզ քաղաքացիներին ճկուն հնարավորություն տանք գա գումարի մի մասը վճարի, մի մասը պետությունը իր տեղը վճարի, ինքը այդ գումարը աշխատանքի միջոցով փակի, բայց սա նաև կարող է խնդրահարույց լինել նրանց նկատմամբ, ովքեր գալիս եւ վճարում են այդ գումարը ամեն դեպքում։ Դուք գիտեք, որ 2 միլիարդից ավել գումար է արդեն մուտքագրվել պետական բյուջե, դա օգոստոսի դրությամբ։ Հիմա արդեն գումարը ավելի մեծ կլինի, հույսով եմ մինչև 3 շաբթի լիագումար նիստը կունենամ թվերը եւ կասեմ, թե այս օրենքից ինչքան մարդ է օգտվել ու ինչքան հավելյալ զինվոր պայստազորային եւ գումար ենք ունեցել պետական բյուջե։ Պարոն Սարգսյան, շատ լավ կլինի, որ այդ թվերը հստակ մենք ունենանք, լիագումարիստի ժամանակ, երբ որ ելույթ կունենանք, գուցե հնարավոր լինի հարցերի միջոցով որոշ ճշտումներ անենք։ Ես շատ լավ հասկանում եմ, բանակի տեսանկյունը դա ռեսուրս է, կորած ռեսուրս է համարվում, եւ դա գումարի տեսքով գալիս է եւ կծախսվի մեր բանակի կարիքների համար։ 24 թվականին դուք նշեցիք, որ մենք ոնց որ թե պիլոտային ծրագիր ստացվեց, արվեց եւ 200 հոգի օգտվեցին։ Ձեր ելույթում լիագումար նիստի ժամանակ դուք ասացիք, որ թիվ հնչեցրեցիք, որ եթե մենք սա ընդունենք, այս ամբողջացնենք տարիքային խմբի, դուք նշեցիք նաեւ թվեր, ովքեր կարող են օգտվել, ովքեր պարզապես չեն ցանկություն չունեցեք գան օգտվեն նաև իրենց իրավական կարգավիճակը հաստատելու, ասում ենք մինչև 57 տարեկան ունեք լավ, երեխաների քանակ եւ այլն։ Ինչ է կարծում, քանի մարդ կօգտվի այս ընդունելուց հետո։ Դուք 1000 թիվ եք ասում, դա ռեալ է, ռեալ չի, այսինքն ինչքան օգտվեն այնքան լավ, որտեղ տարբերակված մոտեցում էլ կա այս ամբողջի մեջ։ Գան 1 ամիս ծառեն, 6 ամիս ծառեն, այսինքն իրենք դառնում են մեր երկրի համար մոբիլիզացիոն ռեսուրս։ Նաև քննարկման ժամանակ, եթե հիշում եք, մեր գործընկերներից մի քանիսը ասեցին, գուցե այլ մեխանիզմների մասին էլ մտածենք, այսինքն գումարը ոչ թե վերցնենք, այլ առաջարկենք գումար ներդնեն մեր տնտեսության մեջ, ասենք 50 միլիոն, եթե չեմ սխալվում, Սերգեյ Բագրատյանը եւ Խաչատուր Սուքիացյանն էին առաջարկում, եւ դրա դիմաց, ասենք թե իրավական ինչ որ լուծումներ տանք նրանց այդ ծառայությունից խուսափելու խնդիրը լուծելու համար, բայց
շատ կարևոր է ինչքան էլ տնտեսության մեջ գումար դնեն, նրանք պետքա մոբ ռեսուրս դառնալու համար վերադառնալուց պետքա թեկուզ 1 օր իրենք բանակի հետ ունենան առնչություն, հա, ծրագիր անցնեն, ասինքն, մեկ ամիս կոնե, որը հնարավորություն կտա նախ դառնա այդ ռեսուրսը եւ երկրորդը ուղիղ կապված լինի մեր երկրի զարգացումների հետ, ինչը կարծում սա բնականաբար կընդունվի, ընդունվելուց հետո մենք կարանք հարստացնենք այս ամենը, մեջը դնելով բազմաթիվ այլ բնույթի առաջարկներ, որոնք մարդկանց գրավչությունը կմեծացնի գալու հետ կապված։ Որտեղ մենք հիմա իրանց ասում ենք, եկեք քրեական հետապնդումից ազատվեք, ես ասում եմ, փող չենք ուզել, չեն եկել։ Կարող է 1260 չի, ավելի շատ լինի, բայց դա մեկը խնդրի չի լուծը 11000 էր։ Մենք մտածում ենք ոնց անենք, որ այդ ռեսուրսը նորից դառնա մաքուր, ստերիլ երկիր վերադառնալու հնարավորություն չի եղել։ Հիմա այստեղ տալիս են այդ գումարը 200 հոգի տվել են, հիմա մենք մտածում ենք էլի կլինեն մարդիկ, երբ որ մենք իրենց տարբերակված մոտեցում ասենք, 1 ամսից սկսված, ոչ թե ասենք, որ վերջակետը 15 միլիոնն է, չէ, 15 միլիոնն է մեր վերջակետը թիվը, բայց այնտեղ կա նաև ծառայության դիմաց տարբերակված, ունենք տարբերակներ, իմ առաջարկը հետևյալն էր, ելույթ չեմ ունենա, որ սա ընդունելուց հետո, եթե մենք շարունակում ենք, հստակ մի հատ պատկերը ունենանք լիագուան նիստի ժամանակ եւ այդ պատկերին համահունչ ունենանք էլի առաջարկներ, որոնք այս նախաձեռնությունը կդարձնի ավելի ներառական եւ հնարավորություն կտա այնուամենայնիվ կորցրած ռեսուրսը ոչ թե նայել փողի տեսքով, այլ առաջին հերթին մեր երկիր վերադառնալու տեսքով եւ բնականաբար մեր պահեստազորի համակարգը ուժեղացնելու տեսքով։ Ես ելույթ չեմ ունենա։ Հիմնական զեկույցի ժամանակ բանի, երբ որ կունենանք, շատ լավ, հարակից զեկուցման համար ձայնը տալիս եմ Վահագ Ալեքսյան, չէ, Արմեն Խաչատրյան խնդրում։ Շնորհակալություն, իհարկե կոչ եմ անում կողմ քվեարկելի օրենքին, որովհետև սրանից առաջ նախորդ օրենքը արդեն ապացուցել է, որ ինքը բավականին դրական, ոչ միայն գումարի, այլ նաև բավական դրական էֆեկտներ է բերել եւ պարոն Քոչյան ավելացնելով ձեր նշած միտքը, այդ միտքը անընդհատ գեներացում է եւ շատ լավ կլինի, որ այս ուղղությամբ եւ իմ գործընկերները եւ կառավարությունը մտածի, որ հաջորդ փոփոխություն այո անենք այն պայմանով, ոչ թե բյուջե փող մուծելու պայմանով, իրենց նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը կամ համարվի, որ զինծառայության պարտքը կատարվել է, ինչ որ ներդրումներ անեն որոշակի չափով կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, ցանկը, այն ցանկը սահմանվի, սահմանամերձ բնակավայրեր են, գյուղեր են, եթե մարդը ուզում է օրինակ 20 միլիոնի ներդրում անել, կարող է ներդրում անել օրինակ ներքին խնձորեսկում, չէ, սահմանամերձ գյուղ է։ Մենք ինչի պետք է արտոնություն չտանք այս մարդուն եւ ասենք, որ դրա դիմաց կարող ենք համարել, որ ինքը որևէ պարտավորություն այլևս պետության հանդեպ չունի, սա ուղղակի միջայլոց միտք է շրջանառության մեջ դնելու եւ պարոն Սարգսյան կարելի է մտածել հաջորդը այսպիսի նախաձեռնությամբ գալ, որովհետեւ արդեն այս նախաձեռնություններով դուք ունեք լուրջ վիճակագրություն եւ ուսումնասիրություններ, նաեւ մեր կառավարության գործընկերներին, որ կարելի է այսպիսի փոփոխություն անել, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, լրացիչ խոսքի կարիք ունեք, մինչև ելույթների համար Քրիստինե Պողոսյան խնդրեմ։ Չէ, բայց ես ուզում եի կառավարության ներկայացուցիչին էլ տալ, նոր ելույթներին ասնենք։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն, ըստ էության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շատ հանգամանալից ներկայացվեց, նաև առաջին ընթերցման ժամանակ է ներկայացվել թե վիճակագրություն եւ թե ինչ կանխատեսումներ ունեն, եւ կառավարությունը չի առարկում օրենքի ընդունմանը, նաև նշեմ, որ առաջարկություններ կառավարությունը փոփոխության իմաստով որևէ չի ներկայացրել երկրորդ ընթերցման համար, այս տեսքով ընդունվելու նկատառումները մեզ համար որևէ խոչընդոտ չեն ներկայացնում, միայն օգտվելով առիթից նախորդ հարցադրման հետ կապված ուղղակի մի ճշգրտում կամ այսպես դիտարկում ներկայացնեմ։ Տեսեք, պարոն Քոչյան, երբ որ մենք ասում ենք պարոն Սարգսյանը, որ ասում է 10,000 հետախուզվողից վերադարձել է 1300-ը, 1400-ը մոտ։ Մենք այստեղ չենք նշում, իրականում 10,000-ից են եկել, բայց 10,000-ից ես գիտեի մոտ 5,000, բայց պարոն Սարգսյանը ասեց 4,000։ Դա մինչև 27 տարին լրացածներն են, այսինքն մենք պետք է ընկալենք, որ
6000-ից կամ 5000-ից են եկել 1300-ը։ Այսինքն եթե մենք հաշվելու ենք թե քանի տոկոսն է վերադարձել, համաներման արդյունավետության գնահատականը պետք է տալ այս տրամաբանությամբ, որտեղ 27 տարի լրացած, մինչև 27 տարի լրացած անձանց գալու պարագայում այս պահին էլ գործող օրենսդրությունը առանց համաներման խնդիր չի ստեղծում, այսինքն վերադառնալու պահին քրեական գործը կարճում է եւ ինքը զորակոչի ենթակա է։ Ես գիտեի մոտ 5000, պարոն Սարգսյան ասել 4000։ Ամեն դեպքում դուք, եթե պարոն Սարգսյանի թվերը թարմեն, ընկալում ենք, որ մենք ունենք 6000-անոց ռեսուրս եւ 6000-ից է 1300-ը եկել, այսինքն մոտ 30%, որը ըստ ինձ վատ ցուցանիշ չէ։